Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, իմ հյուրը այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Բարի երեկո, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, երբ օրինակ ուսումնասիրում ենք Հայաստան դաշինքի նախընտրական ծրագիրը, գրեթե բոլոր ծրագրերը կառուցված են կամ հղում են անում երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հետ համեմատություններ են կատարվում, բայց չմոռանանք, որ այն ժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակը այլ էր։ Եվ եթե ասում եք, որ մենք մի անգամ տնտեսությունը կարողացել ենք դուրս բերել ճգնաժամից, երկրորդ անգամ էլ կարող ենք։ Սա որքանով է համատեղելի 90-ականների իրականությունը 2026-ի հետ։ Այք պատկերացրեք ձեր մոտ ինչ որ մի պաշտոնի վականսիա կա, թափուր հաստիկ կա։ Եվ դուք հայտարարություն եք տալիս, ասում եք մենք պատրաստ ենք ընդունել աշխատանքի լավագույնը։ Հիմա դա պրոյեկտ ենք Հայաստանի վրա, հունիսի 7-ից թափուր հաստիկ է առաջանալու եւ տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում զբաղեցնելու այդ հաստիկը։ Հիմա դուք ժողովուրդն եք եւ այդ տարբեր տեխնացուներին կանչել եք աշխատանքային հարցազրույցի։ Դա համարեն քարոզարշավն է։ Առաջի հերթին հարցնում ես իսկ ինչ ես արել։ Ինչ ես արել, որովհետեւ գեղեցիկ խոստումներ շատերը կարող են տալ, բայց խոստումների հետևը պետքա լինի կարողություն, ունակություն։ Իսկ այդ ունակությունը պետքա դրսևորվի նախորդ աշխատանքային գործունեության ընթացքում։ Եվ հիմա մենք դրա համար ենք գալիս, որովհետև 98-99 թվականներին իրավիճակը ոչինչով ավելի լավ չէր, քան թե հիմա է։ Երկիրը յետ պատերազմյան ավերակների մեջ, լիբերալ սեփականաշնորհման հետևանքները ներքին քաղաքականության, տնտեսական ազդեցությունները իրանց վրա կրում, արտաքին իրավիճակը, երկիրը ինչ ենք, ժառանգել ենք Մինսկի համանախագահների կողմից փաթեթային եւ փուլային կարգավորման առաջարկով, բայց ինչ ունեցանք 21 թվականին, երեխություն եմ խնդրում, 2001 թվականին արդեն կար Քիվեստի առաջարկը, որ Ադրբեջանը ճանաչում էր Հայաստանի գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ, փոխարենը ստանում էր ընդհանրապես մի անխոչնդոտ անցում եւ ունեցանք տնտեսական աճ։ Այսինքն ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մենք կարող ենք ասել, որ մենք մի անգամ ճգնաժամից հանել ենք երկիրը եւ ունենք այդ հարցում փորձ, առավելություն։ Հիմա ինչ կարող ենք անել, ինչ պետք է արվի 26 թվականի հունիսի 8-ից չասեմ նոր կառավարություն եթե ձևավորվի եւ մենք լինենք այդ կառավարության ելքին։ Այստեղ կարծում եմ ամենակարևորը թե ինչպես են գնալու այդ քայլերին։ Տեսեք, դուք ձեր հրապարակային շատ հայտարարություններում հաճախ քննադատում եք իշխանությանը նաև տնտեսական սխալ քաղաքականության համար։ Բայց իշխանությունը ձեզ հակադարձում է, որ առևտրաշրջանառությունը աճում է, տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, տնտեսությունը աճում է։ Հիմա ո՞րն է իրականությունը։ Եկեք իրերի իրենց անով կոչենք։ Մեր գործերը տնտեսության առումով լավ են թե վատ։ Մենք իրանց չենք քննադատում սխալ տնտեսական քաղաքականության համար։ Մենք իրանց քննադատում ենք տնտեսական քաղաքականություն չունենալու համար, որովհետև իրանք այսինքն աչից ձախից այդ բանը ինչ կպցնեն, ոնց հաջողացնեն, ինչ անեն, մեկ մի անգամ մի բան անեն, հաջորդ անգամ դա սխալ համարեն։ Հայտարարեն, որ Հայաստանը տնտեսական աճ է ունեցել, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ այդ է պատճառը, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով փողը, կապիտալը, մարդիկ եւ ապրանքները գալիս եկել են Հայաստան, հետո ասեն չէ, դա մեր էնդեմիկ քաղաքականություն չէ, դա արտաքին գործոններ է, հիմա մեր արտաքին գործոնները չեզոքացնում ենք ներքին քաղաքականությամբ, հա։ Այնպես որ իրանք չունեն տնտեսական քաղաքականություն։ Հիմա ասում եք տնտեսական վիճակը լավ է, թե լավ չի։ Այդ հարցին կարելի է պատասխանել մի շատ պարզ էքսպերիմենտով։ Գնացեք տուն, բացեք ձեր սառնարանը։ Եթե ձեր սառնարանի պարունակությունը ավելի լավ է, քան թե 3 էր, ուրեմն տնտեսական քաղաքականությունը լավ է։ Եթե ձեր սառնարանի պարունակությունը ավելի վատ է, քան թե 3 էր, ուրեմն տնտեսական քաղաքականությունը վատ է։ Այս աճող գների պայմաններում չաճող աշխատավարձը իրար ցույց են տալի, ասում են միջին աշխատավարձը 350,000 դրամ է։ 1000 ներողություն սուտ են ասում։ Ես իրանց հարց եմ ուղարկել, ասել եմ միջին աշխատավարձի ինչքան է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը թիվը չունի, ՊԵԿ-ը չունի, ասում եմ մենք աշխատավարձի հետ ինչ գործ ունենք, մեծ հարկման բազան է հետաքրքիր,
Ներողություն եմ խնդրում, վիճակագրության կոմիտեն սկսում է դարդերը պատմել։ Մարդիկ սկի աշխատավարձերի բաշխումը չունեն։ Այսինքն չաճող աշխատավարձի պայմաններում, երբ գները աճում են, ո՞նց կարող է մարդը ավելի լավ ապրի։ Ձեր ծրագրի մեջ նշում եք, որ նաև նոր աշխատատեղերի ստեղծում է նախատեսում բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, այս հարցը դրված է, բայց ես մինչև հիմա որակյալ աշխատուժի անհրաժեշտության մասին հրապարակում չեմ կարդացել կամ միգուցե կա, ես չեմ նկատել։ Օրինակ, տեսեք, որակյալ աշխատուժ։ Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող էլեկտրիկը որակյալ աշխատանք է, չէ՞։ Գործող շուկան ըստ պահանջարկի, ըստ մասնագիտացման իրան աշխատավարձ է տալիս։ Այլապես, եթե մարդը տեսնում է, որ ինքը պահանջարկված չի, ինքը գնում է։ Հիմա որպեսզի ինքը մնա, դու պետք է ստեղծես աշխատատեղեր, որոնք բավարարեն թե աշխատուժի պահանջարկի, թե առաջարկի։ Այսինքն մարդը, որը մնում է որը ունի բարձր որակավորում, ինքը պետք է մնա աշխատի ստեղ։ Եվ ակնհայտ է, որ ասում ենք ստեղծենք 35-ից 40 հազար աշխատատեղ, չի նշանակում լավերը գնան, ոչ այնքան մակարդ բարձր մասնագիտական փորձ ունեցողները գան եւ իրանց տեղը զբաղեցնեն։ Դրանով նվազեցնելով տնտեսության արդյունավետությունը։ Ոչ, դրա մասին չի խոսք։ Գործը գնում է աշխատատեղեր, աշխատողներ, որոնք ունակ են տնտեսությունը, երկիրը հանել այս ծանր տնտեսական պայմաններից։ Դա նշանակում է բարձրորակ աշխատողները ունենում են իրենց աշխատանքը, ոչ այդքան բարձրորակը իրենց աշխատանքը։ Այսօրվա Հայաստանի ընդունենք, այսինքն ես կարող եմ խոսել, որ մեր երկրում բոլորը պետք է ունենան Հարվարդի դիպլոմ եւ այլն։ Ես իրական բան եմ ասում, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, բացարձակ մեծամասնությանը, մենք պոպուլիզմի տոպրակը չենք բացում։ Հապի լինի նաև որակյալ աշխատատեղը։ Գնացեք նայեք ասֆալտը ոնց են անում։ Գնացեք նայեք։ Ես Ադոնց փողոցի վրա եմ անում։ Այսօր երեկոյան խոսք եմ տալիս, կգնամ եւ կնկարեմ այն 3 փոսերը, որոնք առաջացրեն երևի 50 մետրի վրա եւ բնակիչները անվա դողեր են դրել, որ մեքենաները չգահավիժեն այդ փոսերի մեջ։ Բայց դա չի նշանակում, որ խոսքը պետք է գնա միայն ասֆալտ փռելու մասին։ Իսկ ձեր հարցնի պատասխան, լավ ենք ապրում, վատ ենք ապրում, թվերը ինչ են ցույց տալի։ Թվերը ցույց են տալի 3 բան։ Առաջինը, տնտեսության հիմնական ճյուղը, որը Նիկոլ Փաշինյանի օրոք ստեղծվել է, մանրածախ մեծածախ առևտուր, մոտոցիկլերի եւ մեքենաների վերանորոգում։ Այստեղ ես դեռ այդքան էլ իրանց չեմ կասկածում, որտեղ այս ճանապարհներին ակնհայտ է, թե մեքենա է քշում, բարձա չէ, ամիսը մեկ պիտի անեք, որ ընթացային մասը փոխը խադավը։ Տնտեսական ակտիվության տեսակետից ամենաբարձրը շինարարությունն է։ Վատ ճանապարհը կառուցում են, հետո նորից են կառուցում, հետո էլ են կառուցում։ Իրական ոչ ճանապարհ չեն կառուցել, որ ասում են 4500 կիլոմետր, ոչի միլիմետր ճանապարհ չեն կառուցել, ասֆալտապատել են։ Այ եթե գնանք 2000-ականների ամենասկզբին կառուցվեց օրինակ Մեղրիից դեպի Հայաստանի խորքը եկող երկրորդ ճանապարհը Շվանիձորով։ Ասում են Մեղրին հանձնում են, բայց որ հանձնում ենք ինչ ենք Շվանիձորով ճանապարհ կառուցում։ Վարդենյաց Լեռնանցքը կառուցվեց։ Իրանց օրոք ոչ մի նոր ճանապարհ չի կառուցվել։ Այսինքն ոչ արտահանելի ճյուղեր են, այսինքն արտահանելու բան չկա եւ պատահական չի երրորդ թիվը, որ ասում էի։ Բացենք արտահանումը 25 թվականի առաջի կեսի տվյալները կան, ՊԿ առաջի կիսամյակինն է տվել, եթե վերջի մի 3 օրվա ընթացքում նոր բան չեն արել։ Մենք ինչ ենք արտահանում։ Ոսկի եւ ոնց, որտեղից կաշենը չկա, դրամբոնը չկա, սոտքը գործում է իր կարողությունների 10%-ի չափով եւ պատկերացնում ենք, չէ, հեռախոս, կենցաղային տեխնիկա։ Կնես սա իր սարքած տնտեսությունը։ Եթե հակառակ կողմից են գալի հարցին վերաբերում, պարոն Խաչատրյան, ինչ կապ ունի, թե տնտեսության մեջ փող որտեղից է հոսում։ Դուք առաջարկում եք, որ պետք է արդյունաբերությունը, այսինքն ավելի շատ զարգանա, արդյունաբերությունից հոսքեր լինեն։ Այս առումով տարբերությունը ո՞րն է, եթե հարցին այսպես ձևակերպենք։ Դու մենակ առևտրով մանրածախ եւ մեծածախ չես կարող երկիր պահել։ Երկիրը պետք է ունենա նաեւ արդյունաբերություն։ Պետք է իրական ապրանք տա։ Եթե դու դառնում ես բարձրաստիճան, ամենաբարձր ծառայություններ մատուցողը, իդեալական տարբերակով։ Միևնույնն է, ինչ որ մի բան
նյութական, դու պետքա քո երկրում արտադրես։ Եվ ինչքան էլ խոսանք, վերհիշենք Թետչերին, միևնույնն է, մարդիկ հզոր պետությունները, զարգացած պետությունները չեն արտապատվիրակում ամբողջ արդյունաբերությունը։ Իրանք բարձր հավելյալ արժեք ստեղծող արդյունաբերությունը պահում են իրանց երկրում։ Եվ դա է պատճառը, որ Թրամփը այսօր տարիֆներ դնում, պաշտպանում է իր աշուկան, փորձում է այն ինչ որ Ամերիկայից դուրս է եկել, եւ ինչը իդեպ դարձավ 2008 թվականների ճգնաժամի խորքային պատճառը, թե ինչի պետությունը կոչ արեց, որ բանկերին subprime, ուրեմն ոչ առաջնային վարկեր տա եւ այլն եւ այլն։ Այնպես որ ինչ տարբերություն, մեծ է տարբերություն։ Չեք կարող այսօր նշել մի մեծ տնտեսություն, որը արդյունաբերություն չունենա։ Պարոն Խաչատրյան, քանի որ Թրամփին բացառությամբ այսքան մի քանի փոքրիկ քաղաքապետությունները Հայաստանում նախատեսվում է Թրամփի անվան TRIP նախագիծը իրականացնել, տեսեք իշխանությունը սա ձեռքբերում է համարում, բայց դուք ասում եք, որ ձեր քաղաքական ուժն ասում է, որ սա ավելի շատ ծուղակ է եւ Հայաստանի համար ոչ մի լավ հեռանկար չունի։ Իշխանությունը այս քայլը օրինակ մոտավորապես այսպես է բացատրում, որ մենք տրամադրում ենք տարածք Հայաստանի ինքնիշխանությամբ եւ գրեթե ներդրում չենք անում, բայց մեծ եկամուտներ ենք ունենում։ Հիմա որտեղ է խնդիրն այստեղ։ Խնդիրը հետեւյալում է։ Նախ մեր գնահատականը իհարկե այդպեսինը չի ես հիմա կներկայացնեմ։ Նիկոլ Փաշինյանը դեռ 2001 թվականի այս օրերին մի հոդված է գրում, որտեղ ասում է միջանցք չտալը հայի չուզողության հետևանք է։ Բառացի հիմա էլ որ հեռախոսահանեք սրճտա կգտնեք հայկական ժամանակում տպված իր հոդված։ Ասում այդ միջանցքը պետքա թուրքերին եւ ամերիկացիներին, միջանցքը տանք փող աշխատանք։ Հիմա ինքը 25 տարի հետո դա է։ Մյուսը։ Անցյալ տարի էլ այս օրերին Ադրբեջանը հրետակոծում էր Սյունիքի մարզի գյուղերը, հավանաբար կհիշեք։ Ամսի 23-ին էլ այսքան ապրիլի սկզբից ասեցին, որ այ տեսեք, դուք վառեցիք թուրքական եւ ադրբեջանական դրոշները, իդեպ վաղներ ենք վառելու, թող ոչ ոք իլյուզիա չունենա դրանում։ Դրա համար թուրքերը գնդակոծում են։ Բայց մայիսին ինչի շարունակեցին գնդակոծել։ Հետո գալիս է Մարկո Ռուբիոն ու չի գալիս։ Հետո Մարկո Ռուբիոն հայտարարում է, ասում է, մենք փորձում ենք Հայաստանը այսինքն Հայաստանը ապահովագրել ներխուժումից։ Կա իրական ռիսկ ներխուժման։ Եվ հետո գալիս է այս փաստաթուղթը, երկկողմանի հռչակագիրը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ներկայացնել որպես եռակողմ։ Այնպես որ դա պարտադրված լուծում ա եղել մեկ։ Երկրորդ, մենք ինչ ենք ասում ենք TRIP-ի ռելսերը ուզում ա ոսկուցե լինի։ Իրանք Հայաստանի շրջափակումը չեն ճեղքում։ Պատկերացրեք դուք բիզնեսմեն եք, լավ, բաժակ եք արտադրում։ Այս բաժակը Երևանից ինչպես եք հասցնելու այն գնացքը, որը Հայաստան է մտնելու Սյունիքի արևելքից եւ դուրս է գալու Մեղրի ագարակի մոտերքից։ Ոնց եք տանելու հասցնեք։ Պատկերացրեք, մատ Հայաստանի քարտեզը պատկերացրեք, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, երկաթուղին պետք է բարձրանա վերև, հասնի Երասխ, Երասխից գնա մինչև Գյումրի, հետո գնա դեպի Կարս։ Նիկոլ Փաշինյանն էլ երկար ժամանակ դες բաներ չէին ասում, վերջերս սկսեց դրա մասին խոսել։ Մենք դա մասին խոսում ենք օգոստոսի 9-ից, հենց թուղթը ստորագրվեց, որ դու պետքա գնայիր փաթեթային կարգավորման։ Դու Ադրբեջանին տալիս ես անխոչնդոտ անցում, քո տարածքով, ինքը քեզ տալիս է անխոչնդոտ անցում իր տարածքով, Թուրքիան է պիտի բացի, բայց այդտեղ կարող ենք միացնել, կարող եք անջատել, չնայած Թուրքիան միշտ ասում է, որ իմ հարաբերությունների կարգավորումը Հայաստանն է, այդ կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունից։ Եվ միևնույն ժամանակ պետք է գործեր Իջևան-Ղազախ ճանապարհը, որ դու կարողանաս գնաս միանաս Անդրկասպյան միջանցքին։ Իսկ դա պետք է փաթեթային կարգավորվեր։ Փաշինյանը ինչ էր ասում, ինքը եւ իր թիմը ասում էր, որ մենք ասում ենք, դու ստեղ գրել ես անխոչնդոտ անցում, փոխադարձ առավելություն։ Որն է այդ փոխադարձ առավելությունն, ասում են դե իրանք էլ մեր ճանապարհ։ Դուք երբևիցե լսել եք Ալիևի բերանից, որ ինքը ասի մենք իրանց ենք անխոչնդոտ անցում տալու։ Երիտասարդ
առաջնորդ իրեն կոչող Ստյոպա Սաֆարյանը Մյունխենում մի ամիս առաջ, ամիս ու կես, փետրվարին էր, եթե չեմ սխալվում, ասեց, իսկ դուք այս ճանապարհը չեք տալու, ասեց, եկավ Թրամփը, ունեցանք թրիփը, կգա Բայդենը, կունենաք ձեր խաղաղության խաչմերուկ, կուպտ ասած, դուք էլ ձեր խաղաղության խաչմերուկն են, Բայդենը 80 տարեկան է, չգիտեմ, երբևիցե հետ կգա թե չէ։ Այսինքն այդ հարցը պետք է կարգավորել ի սկզբանե, այնպես որ ասել մենք դեմ չենք, մենք դեմ ենք մեր ինքնիշխանության նվազեցմանը, մենք կողմ ենք հավասարը, եթե մենք տալիս ենք անխոչնդոտ անցում, իրանք պետք է տան մեզ անխոչնդոտ անցում։ Բայց քանի որ ադրբեջանցիք անխոչնդոտ անցում մեզ չեն տալի, այլ sense ողորմություն են տալիս 4-րդ կարգի ծորեն, 1000 տոննա AI-92, 1800 տոննա AI-95 բենզին, Անկոլ Փաշինյանը փորձում է այդ մի քիչ բենզինը, այս մի բաժակ բենզինը, որը ստացան, որը մեր տարեկան պահանջարկի 5%-ից էլ քիչ է, ներկայացնել որպես մեծ ձեռքբերում։ Եթե դուք իշխանություն լինեք, այս գիծը չեք շարունակի Ադրբեջանի հետ հարաբերությունների, այսօր Ադրբեջանի տարածքով նաև Ադրբեջանից Հայաստանը բեռներ է ստանում որոշ ապրանքներ Հայաստանը, նավթամթերք։ Հայաստանը ինչ։ Նավթամթերք է ստանում։ Չէ, որոշ ապրանքներ Հայաստանը ինչ։ Արտահանեց Ադրբեջան, անցյալ շաբաթ հայտարարեցին։ Եթե չեմ սխալվում, խոսքը վարդերի մասին էր։ Այսինքն ինչքանի վարդ է արտահանել։ Եվ այդ վարդի արտահանում ինչքան $1000, $960։ Այդ $960 դրեք մի հատ ջամբրուկի մեջ ինքնաթիռով թռցրեք։ Գնացքով վարդ արտահանես, ինքը շուտ փչացող ապրանք։ Բայց $960, հա, հետո։ Ես հրապարակումն եմ մեջբերում։ Այսինքն իրանք, ելի եմ ասում, իրանք ստանում են անխոչնդոտ անցում միջանցք, լավ։ Իմ հարցին Նիկոլ Փաշինյանին իսկ հայերը կարող են արդյոք Նռնաձորի կողմերից գնացքը նստել եւ իջնել ագարակում, ինքը չի պատասխանում։ Փոխարենը իրանք քեզ թույլ են տալիս իրանց տարածքով բերել 4-րդ կարգի ծորեն, իրանց տարածքով իրանք տենց էլ սահմանը չբացեցին, էլի գնում է Վրաստան, բերել մի քիչ վառելիք, եւ հետո ասել ես վառել, որտեղ մարդիկ ծիծաղում են, չէ՞ վրան ասում են, այդ 2000 տոննա, լավ 3000 տոննա վառելիք ինչ մեծ զիբիլ է, ասում դրանով մենք մոնոպոլիա, մաֆիա, նույն ներմուծողները, նույն վաճառող ցանցերը մի քիչ տարբեր արտանող երկրներ, մի քիչ տարբեր եմ ասում, որովհետեւ ապրիլի 1-ից Ռուսաստանի բենզինի արտանումը արգելել է։ Հիմա վեր են կենում ասում են, սա մի եսիմ ինչ եմ, այլ $960 վարդ են բերում։ Մեր սպառման ուրիշ հարցն է, մեր սպառման շուկան վարդերի որտեղ է։ Ուր են արտանում վարդերը։ Ռուսաստան։ Այդ դեպքում ավելի ճիշտ չէ լինի փորձել խոսել ինչ որ մի բան անել, որ բացվեր աբխազական երկաթով։ Որովհետև հասկանում եք, չէ, գնացքը, որ դու դնում ես, դարքի ոնց էս արտահանել գնացքը, մի հատ կասեք։ Որ ուղղությամբ է գնացել։ Ես չգիտեմ, պարոն Խաչատրյան, մեր ֆորմատը այնպեսին է, որ ես էլ եմ ասում, որովհետև ուզում հասկանամ, լավ, այսինքն դու դրել ես գնաց վարդը բանի մեջ, գնացք, չէ։ Այդ գնացքը գնացել է Վրաստան, հավանաբար այնտեղ ինչ որ մի բան փոխել են Վրաստանով գնացել է Գանձակ, Բաքու, Դերբենդ, հետո ուր։ Մաղճկալայում են ծախելու այդ վարդերը։ Քանի որ մեր եթերաժամանակը սուղ է, պարոն Խաչատրյան, ես նկատել եմ, որ վերջին օրերին գազալցականներում գազը շեշտակի թանկացել է, հատկապես հեղուկ գազը։ Այո, նախորդ շաբաթ ես նկատել եմ, որ 170-180 դրամի սահմաններում էր, այսօր 250 դրամ է։ Սա ինչով է պայմանավորված ըստ ձեզ, բայց կխնդրեմ հակիրճ։ Ես կարծեմ երկու պատճառ կա։ Առաջինը նավթամթերքի շուկայում տիրող իրավիճակը։ Տեսեք, Ադրբեջանից մի քիչ բենզին եկավ, գները էապես ընկան։ Այդ մի քիչ բենզինը որևէ կերպ չէր կարող ազդել գների մակարդակի վրա, եթե տնտեսվարող սուբյեկտները շուկան չչարաշահեին, այսինքն ստեղ հակամենաշնորհային մարմինները պետք է մի հատ նայի, թե այդ ինչի թռավ 250։ Դա արդյոք շուկայի վախերի վրա, վախերով պայմանավորված թանկացում է, թե Հորմուզի ուրեմն նեղուցում ստեղծված իրավիճակով։ Ես դեռ պատասխանը չունեմ։ Ես կարծեմ երկուսն էլ կան, որովհետև ամբողջ աշխարհում են նավթամթերքի գինը բարձրանում, բայց եթե դու ամբողջ աշխարհի գների վրա չես կարող ազդես, գոնե ներսում
տնտեսվարող սուբյեկտների վարկագիծը պետք է մի հատ լուրջ ուսումնասիրվի, կրկնում եմ, չես կարող բերես 1000 տոննա AI-92, 1800 տոննա AI-95 եւ ամբողջ երկրում 30 դրամով գները ընկնեին բենզինի։ Դա նշանակում է տեղում է խնդրեմը եղել։ Շնորհակալություն։ Սիրով։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։